Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալի ավարտական սերիաներն ուղղակի գերազանցում են մեր բոլոր սպասելիքները, էկրաններին բերելով աննկարագրելի հույզեր, անսպասելի հաշտություններ և իհարկե խեղդող լարվածություն։ Երբ թվում էր, թե հակամարտող ընտանիքների միջև արյունահեղությունն անխուսափելի է, ճակատագիրը, իսկ ավելի ստույգ նոր ծնվող կյանքը ստիպեց հերոսներին կանգ առնել։ Այսօրվա դրվագներում մենք ականատես ենք լինում պատմական մի հանդիպման։ Աբոն անձամբ գալիս է Սաքոյի տուն, և այս երկու ոխերիմ թշնամիները դուրս են գալիս միասին զբոսնելու։ Աբոյի խոսքերը պարզապես իմաստության և հայրական անսահման սիրո դրսևորում էին։ Նա անկեղծորեն խոստովանում է, որ հանուն իրենց երեխաների ծնողները պատրաստ են ամենախելահեղ և ոչ ադեկվատ քայլերի, բայց այս պարագայում միակ ճիշտ որոշումը անցյալի մութ էջերը փակելն է։ Աբոն առաջարկում է մոռանալ տարիների թշնամանքը և ամեն ինչ սկսել մաքուր էջից, հանուն իրենց ապագա թոռնիկի, քանի որ նա չի ցանկանում, որ այդ անմեղ էակը մեծանա ատելությամբ լցված ու անառողջ միջավայրում։ Սաքոն, ով արդեն իսկ հոգեպես հյուծված է իր մեղքերից, անմիջապես համաձայնում է, նշելով, որ ինքն էլ է երազում այդ խաղաղության մասին։ Սա իսկական բեկումնային պահ է, որը վերջ է դնում տարիների արյունոտ պատերազմին։ Ավելին, Սաքոն ապացուցում է, որ իր ապաշխարությունն ուղղակի դատարկ խոսքեր չեն։ Չնայած այն հանգամանքին, որ Լալան կտրականապես հրաժարվել էր նրա օգնությունից և նույնիսկ դուրս էր հրավիրել իր հյուրանոցային համարից, Սաքոն կանգ չի առնում։ Նա ոտքի է հանել իր բոլոր վստահելի մարդկանց և ինտենսիվ որոնումներ է սկսել Լալայի կորած երեխային օր առաջ գտնելու նպատակով։ Սա վկայում է այն մասին, որ Սաքոն պատրաստ է ցանկացած գնով մաքրել իր խիղճն ու գոնե մի բարի գործ անել այն կնոջ համար, ում կյանքը ժամանակին վերածել էր դժոխքի։ Բայց մինչ մեծահասակները փորձում են խաղաղություն հաստատել, երիտասարդների ճակատում պայթում է իրական ռումբը։ Նարեն իր բնավորությանը համաձայն չի սպասում, որ ուրիշները լուծեն խնդիրները և ինքնուրույն գտնում է գլխավոր հանցագործի՝ Արմոյի թաքստոցը։ Նա անմիջապես զանգահարում է Վռամին, որպեսզի փոխանցի հասցեն, բայց այստեղ տեղի է ունենում ամենաճակատագրական ու վտանգավոր անախորժությունը։ Նարեի հեռախոսի մարտկոցը նստում է հենց ամենակարևոր պահին։ Նա միայն հասցնում է ասել մի կիսատ նախադասություն, որ այդ հասցեն գիտի նաև Հայկը։ Երբ Նարեն տևական ժամանակ այլևս կապից դուրս չի գալիս, Վռամի մոտ արթնանում են ամենավատ կասկածները։ Նա խուճապահար զանգում և հանդիպման է կանչում Հայկին, սակայն այն, ինչ տեղի է ունենում հանդիպման պահին, ուղղակի սառեցնում է արյունը երակներում։ Ճիշտ այն վայրկյանին, երբ Վռամը պատրաստվում էր Հայկից ճշտել հասցեն, նրա հեռախոսին գալիս է անանուն հաղորդագրություն։ Էկրանին բացված լուսանկարը սարսափելի էր։ Նարեն, ձեռքերը կապված և բերանը ժապավենով փակված, հայտնվել էր Արմոյի ծուղակում։ Տեսնելով իր հղի կնոջն այս անօգնական վիճակում, Հայկը պարզապես կորցնում է բանականությունն ու դուրս գալիս հունից։ Նախկին թշնամիները՝ Հայկն ու Վռամը, վայրկենապես միավորվում են մեկ ընդհանուր նպատակի շուրջ։ Նրանք միասին, առանց վայրկյան անգամ կորցնելու, սլանում են դեպի այն հասցեն, որտեղ գտնվում է Արմոն։ Սկսվում է Նարեի փրկության ամենալարված և վտանգավոր օպերացիան։ Ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, արդյոք Հայկն ու Վռամը կհասցնեն ժամանակին տեղ հասնել և փրկել Նարեին ու նրա չծնված բալիկին Արմոյի ճիրաններից, թե այս խելագարված հանցագործը նոր և ավելի դաժան ծուղակ է պատրաստել նրանց համար։ Եվ կկարողանա արդյոք Սաքոն գտնել Լալայի երեխային, դրանով իսկ վերջնականապես քավելով իր մեղքերը։ Անպայման կիսվեք ձեր վերլուծություններով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր արձագանքներին։ Շնորհակալություն դիտելու համար։